Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Սենց Երևանյան տենդենս կա, հենց ծառերը ծաղկում են, մանավանդ ովքեր նորացին երեխաներ ունեն, գրկներին գնում են ծառերի ծաղիկների մոտ այսպես նկարվում են, ասում են ֆոտոգրաֆների գործն է լավ է, ընթացքում բացվում, ոնց որ Հիմա չէ, կարծեմ, բայց առաջ Ռաֆայել այդ Բահարամյան փողոցը ամբողջ Ծիրանի ծառեր էին։ Ու այդ որ ծաղկում էր, չէ, վերևից իջնում էր, մինչև օպերայի մոտ ամբողջ բաներ էին, ծաղկած Ծիրանի ծառեր էին։ Շատ գեղեցիկ կլինի։ Չէ, պետք է ցավոք ասենք ծաղկած ծառերի թիվը կտրուկ նվազել է, անգամ դպրոցական տարիներից հետ եթե համեմատեմ 4 կոմակային։ Հիմա Քախշինը սենց էր մեկնաբանում, որ դա քաղաքի համար հարմար չէր, այդ ծիրանները հասնում են, ընկնում են Որդու բլոջը, Մրջունը, Շիրան եւ տենց ինչ-որ բան, քաղաքի համար ավելի դեկորատիվ եւ ոչ մրգատու ծառերն են պետք։ Հա, բայց դե որ մտածես, ես օրինակ ճիշտ է, ասենք այդքան քաղաք եմ աշխարհում եղել, դու էլ ես չեմ հիշում քաղաքում պետքատու ծառ լինի որևէ բանում, ուղղակի չեմ։ Օրինակ Իսպանիայում, Բարսելոնայում, Մայթերին, այդ ոնց որ մեր մոտ թխկիներն են, այտենց ապելսինի, նարինջի ծառեր էին եւ գլորվում էին քաղաքում։ Հասկանում եմ դա գուցե գլխացավանք է քաղաքի մաքրության պահպանման համար, բայց մյուս կողմից այդ սակուրաների պատմությունը բալենիներ չեն, դրանք բալենի տեսակ չի, այդ լեգենդար դրանք էլ շատ ուրիշ կերպ ձև են ծաղկում, չէ՞ մի տեսակ, հա, թերթիկներն է շատ մեծ այդ ծաղիկների շատ գեղեցիկ։ Մեկ էլ ասեմ, ես ամենասիրուն ծաղկած ծառը որ տեսել եմ Տանզանիան է։ Տանզանի։ Ֆանտաստիկ է ուղղակի, ուրեմն կապույտով սպիտակ են այդ ծաղիկները, հիմքը կապույտ է, լրիվ կապույտ, գնալով կապույտը դառնում է սպիտակ եւ տերևները արդեն սենց լրիվ սպիտակ են, մի դենց սյուրռեալ պատկեր է ստեղծվում։ Ես ուզում Google անեմ, չեմ տեսել կյանքում Տանզանի։ Ծաղկած Տանզանի, այո։ Մինչև ես էլ ChatGPT-ին հարցրեցի անցյալ օրը, թե ինչա պոեզիան, այմա։ Հա, ասել եմ ինչ ասել։ Դեն չի որ սպասում էի որ ես ինչ պատասխան պիտի տա։ Բայց հա բոլոր դեպքերում գրում է հետևյալն է գրում։ Էլ եմ ասում ոչ ես եմ համաձայն ամեն ինչի հետ ոչ էլ ուզում եմ որ դուք համաձայնվեք ուղղակի տեխնիկական բան այո։ Ովքեր չեն տեսել Տանզանի, խնդրեմ ըստ Google-ի եւ ինչ է պոեզիան ըստ ChatGPT։ Պոեզիան Բարերի այն ձևն է, հետաքրքիր է, բարերի ձևը փաստորեն ըստ ChatGPT, որտեղ լեզուն դառնում է ոչ միայն հաղորդակցության միջոց, ինչպես մենք ենք դες այդ հաղորդակցություն, այլև արվեստի նյութ։ Այն միաժամանակ զգացում է, պատկեր, երաժշտություն եւ մտածողություն։ Ինչ է առանձնացնում պոեզիան։ Առաջինը լեզվի խտություն։ Յուրաքանչյուր բառ կշիռ ունի հաճախ մի քանի իմաստ։ Այսօր հասկանան մեր պոետները, որ յուրաքանչյուր բառ կշիռ ունի, որ պետք չի անկապ բառեր դնել կամ հավաքել, ինչևէ։ Երկրորդ, ռիթմ եւ հնչողություն։ Նույնիսկ առանց հանգի պոեզիան ունի ներքին երաժշտություն։ Պատկերավորություն։ Բանաստեղծը նկարագրում է ոչ թե ներկերով, այլ պատկերներով ու ասոցիացիաներով։ Չորրորդը զգացմունքային լիցք։ Պոեզիան հաճախ ասում է այն, ինչ սովորական խոսքը չի կարող արտահայտել։ Ես սրա հետ խնդրեմ ունեմ, որտեղ խոսքը մնում է խոսք, լինի բանաստեղծության մեջ, լինի կյանքում, թե թղթի վրա գրած։ Լավ, անցնենք առաջ։ Վերջինը անսահման ազատություն։ Ահա, այս այն չարաշահում մեր պոետները շատ հաճախ։ Okay, լավ բան է։ Հետո բացատրում ասում է կանոններ կարող են լինել, բայց կարող են նաև չլինել։ Այդ ոչկա գլորել նման ասում է ինչ կարաս անես, ասում է կարող եմ ոչկա գլորել, էլ ինչ կարաս անես, կարող եմ չգլորել։ Հիմա ինչու է պոեզիան կարևոր։ Պոեզիան օգնում է մարդուն հասկանալ իր ներսը, տեսնել աշխարհը նոր աչքերով, զգալ ուրիշների ապրումները։ Այնպես արեք որ ձեր աչքով մենք աշխարհը տեսնենք։ Այն մի տեսակ հոգևոր շունչ է, որը միաժամանակ պարզ է եւ խորքային։ Եթե ուզում ես կարող եմ նաև օրինակով ցույց տալ ինչպես է պոեզիան աշխատում, բայց մոտավոր հասկացանք, ուղղակի նախորդ մեր եթերների որոշ պոետիկ բաներ ցիտելով,
ուզում եմ հասկանամ ոնց է դրանով ինքդ քեզ բացահայտում ճանաչում այնտեղ այդ ինչ կար Ես նրա հետ իդեպ լրիվ համաձայն եմ։ Դա մի հատ փոքրիկ օրինակ էս էլ կարդամ նոր արդեն կարող ենք բան։ Փոքրիկ օրինակային բանաստեղծություն։ Գիշերը լուրեր ինչպես մի հարց, որ դեռ չի տրվել։ Քամին անցնում էր ծառերի միջով ու թվում էր ինչ որ մեկը շշնջում է այն բառերը, որ մենք չենք համարձակվում ասել։ Okay. Ինչ է այստեղ տեղի ունենում։ Պատկերավորություն գիշերը դառնում է չտրված հարց քամին շշուկ։ Երկրորդը զգացմունքային ենթատեքստ։ Բանաստեղծությունը խոսում է չասված բաների, լռության մեջ թաքնված զգացմունքների մասին։ Այդ լավ։ Եվ երրորդ երաժշտություն։ Կարճ հոսող տողերը ստեղծում են մեղմ ռիթմ։ Դե շնորհակալություն ChatGPT ծավալուն, ծավալուն պատասխաներ, հետաքրքիր մնում է հասկանանք թե այդ ամեն ինչի քային տոկոսն է կիրառվում ժամանակակից պոեզիայի մեջ, որովհետև մեր նախորդ քննարկումից հետո ասում եմ, չէ՞, ինչ արձագանքներ եղան նոր ժամանակակից պոետները վրթովմունքն էին հայտնել իրենց բողոքի նոտան էին, որ մենք չհասկացանք, Մասի խոսեցինք, չեմ ուզում կրկնվել, բայց դե եկեք խոսենք, էլի, եկեք խոսենք։ Ինչ պոեզիայից հասկանում ենք, սիրում ենք, Միգուցե նենց բան ասեք, որ ասենք, վայ, այ մարդ, տես իմ մտքով չեր անցել սա, վայ, ինչ հետաքրքիր է։ Այ այդ ոչ թե որ հական սիրում եք ինձ կամ չեք սիրում ինձ։ Այդ ինչ է նշանակում։ Մանավանդ եթե դու պոետ ես, հոգով, դա քո համար պիտի վերջի կարևորություն ունենա։ Դու գիտես դու բան ես, չէ, հա, առաջ, հա։ Գրեք, մեզ մի նայեք։ Այնպես բան մի գրեք, որ ընդերքը դղրդա ինչպես այսօր Երկրաշարժ է գրանցվել այսօր Հայաստանում Գեղարքունիքի մարզում այսօր առավոտյան 10 կիլոմետր խորությամբ 2.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլակար եւ Մադինա գյուղերում երբեք չէի լսել Մադինա գյուղ կա Հայաստանում բայց ես էլ Զոլակար չէի լսել այն մարդը Զոլակար եւ Մադինա գյուղեր ուրեմն այս մեկ-մեկ sense բաներ որ գեոլոկացիաներն է շեշտում այս ինչ կամ ինչ կայք ինչ որ բանա տեղի ունեցել իրոք նորովի էս բացայտում թվում է թե մի բուր երկիրը ամեն տեղ էլ ոնց լինի լսած կլինես եթե եղածել չլինես բայց իրոք այնպիսի անվանումներ են մեկ-մեկ ջրի երես դուրս գալիս ասում ես Աստված իմ այս վերջերս էլ YouTube-ով տեսա կյանքը սարի վրա վերնագիր էր հետաքրքրեց միացրեցի բան պարզվում է մի ընտանիք է մնացել այդ ամբողջ գյուղում Աշոցքի շրջանի Ամասիայի բան ասում է 700 մետր են կողմ Թուրքիայի սահմանն է կիլոմետր են կողմ Վրաստանի սահմանն ասենց Եռանկյունի հատման տեղ այտենց ինչն է մարդկանց տիպումը տեղ ապրել 6 ամիս ասում է ձմեռ է ճանապարհ չկա կոյուղի չկա լույս չկա ոչ մի բան չկա ինչ են այնտեղ ապրում ասա մենք սիրով իրար հետ ապրում ենք շատ լավ եք անում սիրով ապրել երբեք չես կարող իմանալ Ռաֆայել հա ես իրոք չգիտեմ եւ այլն բայց իրոք մի ընտանիք երկու հոգի սիրահար պատկառելի տարիքով մարդիկ գյուղը դատարկված ասում են նախանցյալ տարի վերջին շրջանավարտը դպրոցը ավարտեց ու գնաց պատմություններ բայց դե հողի ուժ է էլի մարդիկ կարծում են Մարկ Տվենը ամերիկացին շատ այդ կապակցությամբ շատ լավ դե գիտեք ինչ հումորով ինչ հանճարեղ ազնվորությունի դեպ ասեմ ասում է ամերիկան պատերազմներ ա մղում որ ամերիկացիները աշխարհագրություն սովորեն ասում Երբ էլի ասում հարվածել ես իմ ինչ էսի մարդ այդպես բան կար աշխարհում ենք ինչ հիմա չգիտենք եթե չհարցակվեին մեր զորքերը Իդեպ հարցակվել ասեցի 3 բանից Իրիկունը Թրամփը գիտես ինչ ասեց ասում է ես պատերազմը ես չեմ սկսել ասում է բան պաշտպանության նախարարն է սկսել ասում է ինքը ասեց առաջինը Անմեղ տստած էր այնտեղ ուրեմն լավ չի գործել այդ որ ասեց ուրեմն լավ չի գործել պետք է ասեց Մելանյանն ասել տես ինչ արասել Քշերը Մելանյան այնքան ասեց որ առավոտել ասեցի դավայ հացակվեք էլի չունենք չգիտես դե Տրամպի քայլերը անքննելի են դա արդեն որոշել եք բայց ինչ որ կուլիսային բանակցություններ կա Իրանը ասում է չենք բանակցում որևէ բան չկա այս մեր ընկերը ասում է ոչ միայն բանակցում ենք այլև ինչ որ դիլ են արել հաջողությունների ենք հասել որտեղ ինքը չի կարող առավոտ վեր կենալ ու չասել որ ինքը հաջողության է հասել էլի կա հաջողություն չկա հաջողություն դա ոչ մի նշանակություն չունի բայց դες այս պարագայում ինձ թվում է իրոք կուլիսային խոսակցություն կա ի հեճուկս Իրանը կարող
Այո, իհարկե Ձև կլինի։ չի էլի, հա, Բայց ում հետ է խոսում, ինչ հաջողության է հասել, ինչ է արել։ Հիմա այս ամբողջ պատերազմի խնդիրը, որ նայում ես, չէ՞, գիտեք, այնքան հետաքրքիր է, օրինակ ես որպես ուղղակի Միացյալ Նահանգների քաղաքացի, որ հետևում եմ նորություններին գործի բերումով, էլի։ Հիմա ես իսկապես հավատում եմ, ել եմ ասում, սա իմ կարող հնարավոր է շատ հնարավոր որ սխալ լինեմ։ Իրանը իսկապես վտանգ է ներկայացնում ոչ միայն Ամերիկային, ամբողջ աշխարհին։ Մանավանդ իր մերձավոր այդ հարևաններին, այդ երկրներին, արաբական երկրներին։ Եթե ինքը ունենար ատոմային զենք, դա իսկապես շատ մեծ խնդրեմ կլիներ ամբողջ աշխարհում, ավելի քան Հյուսիսային Կորեան, ավելի քան Ռուսաստանը իր ատոմային բանում։ Ես այդ լրի դրանում համոզված եմ։ Բայց հիմա այս պահին, այս պատերազմը պետք է, այս ձևով պիտի արվեր կամ ինչ պիտի անել, ես արդեն չեմ կարող ասել։ Ես արդեն չեմ կարող ասել, որովհետև իրենք կարծում էին ինչ որ նայում ես ընդհանուր պատկերը, դե ժողովուրդը դեմ է, ոտքեր կանգնել արդեն հենա ռեժիմը քանդվում է։ Եթե մենք էլ սպանենք իրենց գլխավորին ու ոչնչացնենք սրանք SNN, մի քանի օրում ժողովուրդը կգա, կգրավի, բան, մեր ուզածը կլինի եւ ամեն ինչ լավ կլինի։ Իրանք ինձ թվում է ուշացան, պիտի այն ժամանակ, երբ որ այն ցույցերը որ կային շատ լուրջ, պիտի չթողեին որ հազարավոր մարդիկ սպանվեին, շատ դժվար է ասել, մի տեսակ ուշացած է։ Միգուցե այդ ժամանակ պատրաստ չէին իրենք դեռ լրիվ, կոորդինացված չէր այդ ամեն ինչը, ով գիտի, հազար ու մի բան կա այստեղ էլի, պարագակա, որ պիտի այդ ամբողջը կոորդինացվի նման հարձակման։ Եվ գիտեք ինչներ է տարկիր, առաջի փուլը լրիվ հաջող էր։ Դու սպանեցին ու որ պետքա պայթեցին, ինչ որ պիտի պայթեցնեն, բայց գործը դրանից առաջ էլ չի գնում, չի գնում։ Չեն ուզում արդյոք Իսկ ուկրաինական սցենարն է դառնում, էլի, մի տեսական որ կարծում էին շատ արագ հետո խացելի как лучше получилось как всегда, այդ տարբերակը վերջացա, հետո։ Եվ հետո պատմությունից պիտի սովորեն, էլի, ախր իսկապես էլի Հեգելը ասում է, չէ, ասում է մենք սովորեցինք պատմությունից, որ մենք չենք սովորում պատմությունից։ Մինչև զորք չմտցնես երկիր, չես կարող այդ երկիրը գրավել, ռմբերով չես կարող, ռմբակոծելով չես կարող։ Իսկ եթե մարդ մտցրեց զոհեր են բնականաբար լինելու, դա արդեն լրիվ, արդեն բոլորովին այլ պատմություն կգնա։ Այո, եւ ընտրություններ են գալիս, խայտարակ վիճակ։ Մի խոսքով, ես կարծում եմ, որ խրված է Միացյալ Նահանգները, ճահիճի պես խրված է այս պատերազմում։ Ոչ էլ են ասեն, լավ, մենք արեցինք ինչ որ պիտի անենք, թողենք դուրս գա, էդ էլ չի կարող անել, ու տենց շատ հիմար վիճակում ենք հայտնվել։ Զանգ ունենք։ Իդե բարեկամներ, կարող եք զանգարել մասնիկ դառնալ քննարկումների, եթե ինչ-որ հարց ունեք, խնդրեմ 747-477-3444 օրվա առաջին զանգողը, բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Լավ ենք, դուք ինչպես եք։ Ռաֆայել ջան, եթե չի լսում, պարոն Դերիկին է հարցը սողված։ Պարոն Դերիկի կարծում որ հաղթիթը պետք է ներսից կոտրվի, որպեսզի թռչունը միջից դուրս գա։ Ես չեմ կարծում որ մենք այդ իմաստով, թռչունի իմաստով դա ճիշտ է, համաձայն եմ ձեզ հետ, բայց մեկ էլ թռչունը չի կարողանում, չէ, կոտրել այդ բանը, պետք է դրսից օգնել։ Մարն էլ է երբեմն օգնում, եթե նկատացնեն են։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ուզում ասել։ Դուք միշտ ասում եք, որ ժամանակի հարցեր, որ ինչ որ օգնության, բայց ոչ թե տենց վայրենավարի գնանք առանց որևէ պլան։ Ինքը սկզբում ասում էր, որ ես արդեն կանդիդատ ունեմ, ես պետք է դնեմ իրան, ոչ կանդիդատ ունի, ոչ եթե չեմ անում Ռաֆայել դուք նայել եք, մենք որ փոքր էինք Mr. X-ի մուլտիկն էինք նայում։ Այո, հա, հիշում եմ։ Որ ասել ա, «У вас есть план?» Есть ли у меня план? Այո։ Հիմա Իրանն է, а у него есть план? Никакого плана у него не было։ Եվ չկա, եւ երբևիցե չեմ արդեն հեգզետնա մեղավոր։ Հիմա չգիտեմ, արդեն սկսեցինք մանգալ, թե ովքեր են մեղավոր, որ ինքը հաղթեց Իրանը։ Երբ որ սկսում է մեղավոր փնտրել, այդտեղ արդեն մատնվում է, որ ամեն ինչ վատ է։ Որտեղ հաղթանակի դեպքում մեղավոր չեն փնտրում։ Այո, իսկ ինչ վերաբերվում է ամեն առավոտ ինքը գալիս է մի բան ասում, էդի ասում է նրա համար, որպեսզի չգիտեմ ովքեր են այդ նավթի ակցիաները առել իր երեխեքից, երևի ինչ-որ մեկերը փող են աշխատում, որտեղ տենց է հասկացում, եթե Իրանն ասում ենք ոչ մի ձևի իրար հետ համաձայնության չենք եկել, ինքը ուղղակի խոսում է, որպեսզի այս նավթի ակցիաները երևի կոնտրոլ անի, որ բարձրանա վերև, իջնիցած, չգիտեմ, որ նավթի արժեքը գնա վերև, գնացած, չգիտեմ ինչ ձև են այս ստակ մարքեթը ինչ ձև է աշխատում,
այդպես որ կողքից կարդալով հասկանալով։ Բայց այս ձևով ռեժիմ փոխելը ինձ թվում է որ երբեք չէր փոխվի։ Ես չգիտեմ ներսի ժողովուրդը ինչա մտածում բնականաբար ամեն մեկը մի բան ասում մեր չգիտեմ ինչ է ասած ինչ են ասած բայց ամենայն դեպս ոչ մի բան Տիկին ջան, մի բան եմ ուզում ավելացնել։ Ուզում եմ ավելացնել մի բան մենակ, իմ կարծիքով ոչ թե պլան չունեին, այլ վատ պլան ունեին։ Եվ A պլան ունեին, B պլան չունեին։ Եթե այս չեղավ, երկրորդին չենք անելու չունեին եւ դա ակնհայտորեն զգացվում է։ Ակնհայտորեն։ Պուտինի նման որոշեց, օքեյ, ես կգնամ, 3 օրով իմ գործերս կանեմ, կվերջամ։ Էհա Խամեյնին արդեն 85 տարեկան էր, բան չէր մնացել իրան։ Խամեյնին փոխելը ինչ փոխվեց։ Ոչ մի բան նորը վերեցին դրեց։ Ավելի վատ, որտեղ տղան նախ ավելի երիտասարդ, ավելի ռադիկալ, չէ, ավելի թարմ ուժերով, մտքով։ Եվ ավելի բան ունի, արյան վրեժի բան ունի, հորը սպանեցին, ընտանիքը սպանեցին ամերի վերջ, այդ մինչև կյանքի վերջի նպատակը կյանքի վրեժ լուծելն է լինելու։ Այո, հիմա ձեր ասածով մենք գնում ենք, փաստորեն ուրիշ երկրներ խառնում ենք, ռադիկալացնում ենք մարդկանց, դարձնում ենք փախստական, հետո գալիս ասում ենք թող ստեղ փախստական չգա, թող Եվրոպա չեթան փախստական է, բայց ու մենք քանդում ենք, քանդու կարապ ենք անում իրանց տները, բայց մարդիկ ուր գնան։ Համաձայն եմ, իրոք, շնորհակալություն ձեր զանգի համար, հարգելի։ Շնորհակալություն ձեզ շատ շնորհակալ։ Շատ տրամաբանված բան է ասում, իրոք, վայ իսլամիստները եկան, ասում է, բայց գնացել եք դե մյուս կողմից էլ ոնց շարունակելով ասեմ, եթե առաջ դեռ կարողանում էին փողոց դուրս գալ բողոքել ժողովրդի ինչ-որ բան անել, բայց այս պատերազմական իրավիճակում դա բացառվում է, որտեղ ով որ փողոցել ավ երկու բառ ասեց գգնդակ արեն, ելնելով ռազմական իրավիճակից եւ այլն, այսինքն հիմա մարդիկ ենթադրությամբ վախեցած տանը նստած են, ելով փողոց դուրս գա, պատկերացրեք, դու Ամերիկայի բան ես, մի անգամից տեղում հարցեր եք լուծեն, չես զարմանալու էլ չի։ Ինչ այդպես էլ անում են, այս վերջերս անգամ հրապարակային արեցին այդ ատլետներ էին, ինչ էին այսին սպորտի մեջ եւ այլն։ Մյուս կողմից համատարած, այսպես կոչված հետախուզման մեջ, շպիոնաժի մեջ են մեղադրում իսրայելական իբր գործակալներ են եւ այլն եւ այլն։ Եվ ճիշտ են ասում, որովհետեւ կան, բա ոնց են տեղերը իմանում, Ռաֆայել, կան գործակալներ, լրտեսներ բանում Իրանում, ակնհայտորեն հատիկ որտեղ այդ ժողովա որ ժամին է գիտեն, որտեղից գիտեն, ներսից ինֆորմացիա ունեն, բնականաբար։ Մոսադը շատ լավ է աշխատում, շատ լավ, շատ ավելի լավ, քան շատերը կարծում են։ Շատ ուժեղ կազմակերպություն է։ Ֆանտաստիկայի ժանրից բան է եղել, ես երբեք հայ մամուլից նման բան չի կարդացել, ուրեմն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել։ Ոնց է ձեզ համար ընկերներ, ես իրոք չէի լսել, որ հնարավոր ընդհանրապես մեր բանդերի, չնայած քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել մի քաղաքացի։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, հետախուզում է հայտարարվել, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այսինչ հոդվածներով այլ տեղեկություններ չկա, եւ այո, սա ինչ որ առումով, ասենք ասենք, ճակերտավոր, ասենք պատմական յուրօրինակ դեպք է, որ կարողացել են Հայաստանում փաստորեն փախուստի։ Դեռ չեն բռնել։ Չեն դիմել։ Սովորաբար այս դեպքում անուն, ազգանուն բան չէ, հրապարակում են նկար եւ այլն, բայց այստեղ շատ սակավաբար է տեղեկատվությունը, բայց իմացեք, որ փախել են, բարեկամներ։ Դե գիտեք, ընդհանրապես ովքեր են փախնուչում, որ ովքեր երկար ժամանակ ունեն բանտում անցկացնել ունեն, չի որ 1-2 տարով դատապարտված բան է, հա, իհարկե, լուրջ։ Պետք է ենթադրել, որ հա լուրջ ինչ-որ Ախր մի քիչ պատմեին, ոնց է փախը։ Այսինքն ինչ որ բան են քանդել են, ծակել են, պոկել են, Իսկ թվում է բռնվելուց հետո կասեն, որտեղ ուզում են դա վերացնել, հիմա որ ասեն կարող է մի քանի օգել հետո փախնի։ Գովազ դանեն։ Բաց մի թողեք բանտից փախելու բացառիկ այս հնարավորությունը։ Ուզում եք բանտից փախչել։ Բա մնացեք մեր կայքին։ Լավ հիշում եմ, այդ պաբեկ բանը փախուստը
այդ շատ հայտնի այդ ֆիլմը, չէ, որ կար այդ հոլիվուդյան դերասաններով, բանով, փախուստ բանտից, այդտեղ գժվում են մի 20 տարվա բան են պատմում, 15 ավելի տարի առաջ Հայաստանում թարգմանել էին ֆիլմերը, ցույց էին տալի, դե YouTube բան այդքան չկար, սպասում էինք ժամը գար, որ ցույց տային այդ բանը, այդ Մայքլի դաջվածքներով, փախուստի պլանը, բան շատ ուժեղ ֆիլմեր, բան, հենց վերջացավ, մեկ էլ մերոնք եկան Հայաստանում այդ ֆիլմի մոտիվներով փորձեցին նկարահանել այդ ֆիլմը, գտան այդ գլխավոր դերակատարի էլի ճակերտավոր նման արտիստ, որ մարմնավորի Մայքլի դերակատարին, մի խոսքով մի խայտարակ պատմություն էր, պետք չի կրկնօրինակել հարգելի բարեկամներ, փորձեք ստեղծել մի բան նորը, մանավանդ Հոլիվուդի հետ փորձում ես ոտ գցել, նույն ժանրը, նույն սցենարը վերցնում ես Հայաստանի պայմաններում ես նկարում։ Մի արեք էլի Ժողովուրդ ջան, իմ կարծիքով լավ չի ստացվում։ Դոկումենտալ կար, բանի ամենա անհնար փախուստները բանտից էլ ամբողջ աշխարհով մեկ։ Գիտեք ինչն է հետարքի, նայում ես իսկապես էլ օրինակ ամենաբաներից մեկը համարվում է Ալկատրասը, որ հիմա փակվեց արդեն, այդ Սան Ֆրանցիսկոյի մոտ այդ կղզին կա, որ գիտեք այդ Ալկատրաս մերթը, այնտեղից էլ փախան։ Հիմա ճիշտ է, չգիտեն ոչ մնացին թե մահացան ջրում, բայց բանտից կարողացան դուրս գալ փախչել։ Եվ այստեղ գիտեք ինչն է ամենաշատ, ես այդ եմ զգում էլի, այդ ինչքան մեծ է մարդու մեջ այդ ազատության բարբաճը, այդ որ անհնարին բաները անել տալիս էլի, որ խելքի մոտիկ չի, այսինքն հավանականությունը, ռիսկը բռնվելու դեպքում եւ փախչելու հավանականությունը այնքան փոքր է իդեմ մեծ ռիսկի, բայց նորից գնում են, նորից կարողանում են փախչել, նման բան չկա, որ փախած չլինեն այնտեղից։ Այդ մարդու այդ ազատության բանն է էլի, որ չի դուրս գալու մարդու մեջից, Դե ազատությունից խոսեցինք, Փոդքասթի համահեղինակ Նարեկ Սարգսյանի նկատմամբ տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության հրապարակային խոսքի արգելի պայմանով։ Դատախազությունից զեկուցում են, որ դատական ակտը ստանալուց հետո քննարկվի դատարանի որոշումը բողոքարկելու հարցը։ Նոյեմբերի 13-ին 2025 թվականի Իմնեմնի փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին։ Սամսոնյանին ու Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ինքն է Սաղաթելյանի եւ Սիմոնյանի դեմ հաղորդում ներկայացրել իրավապահ մարմիններին, քանի որ նրանք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել։ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը չեն ընդունում իրենց մեղադրանքները, իրենց առաջադրված մեղադրանքները։ Ուրեմն 2026 թվականի հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրանց կալանքի ժամկետը, դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին, հացադուլը սկսելուց 15 օր անց Սամսոնյանը տեղափոխվել էր Իզմիրյան բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր։ Դրանից հետո Սամսոնյանի կալանքը փոխարինվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքով, ասված է հաղորդագրության մեջ։ Էս է որ հայհոյում էին բան այդ զույգնա, չէ։ Ես երբեք չեմ լսել իրենց, չեմ էլ ուզում պատրաստել։ Մեծ բան չեք բաց թողել, էլի խոսքի ազատություն ընկերներ, խոսեք, արտահայտվեք, եղեք ընդդիմադիր, բայց հայհոյանքները ու սպառնալիքները, Այնտեղ մի բան կար, այդ որ կարդում էր նախադասություն մոտավորապես ասում էր, որ հանրային խոսքի իրավունք չունեն, չէ՞։ Եթե չի կարա մտնի, օրինակ տանային կալանք է, մտնի տանից live stream-ը։ Հետաքրքիր պահ է, չէ։ Ես չգիտեմ դա ոնց է բանալնում էլի, այսինքն որտեղ ասենք նամակ կարող է գրել, հա, չգիտեմ Facebook-ում կարող է ինչ-որ բան անել, այդ չգիտեմ, որտեղ է սկսում, որտեղ վերջանում։ Այդ էլի այդ խոսելուց ես լսեցի, որ ընդդիմության ճարտասաներից մեկը էլի խոսում է կուկուրուզ կամ տարբեր բաներ ուտելու մասին։ Կներեք, այդ որ Փաշինյանն ու բանը ազգային ժողովի բանը ուտում են վերջերս ավտոբուսում։ Կներեք, դուք կուկուրուզ կամ կարկանդակ չեք ուտում։ Դուք կարող եք միայն ֆուագրա եք ուտում։ Ֆուագրան ի՞նչ է, Ռաֆայել։ Ֆուագրան սագի լյարդն է, ֆրանսիական ձևով սակած, հա, ֆուագրա։ Պաշտետը, հա։
Ես էլ ամեր ֆուագրա ասում կարող է ուզում ասի բան այդ դեղը բանի, հա, Viagra-ի հետ Viagra մի ժամանակ շատ այնց դելեկատես է ինքնին սիրում է, բայց հետո որ իմացա ոնց են պատրաստում, լրիվ հրաժարվեցի, որ դա հեչ հումանիզմ չի, բացարձակ այո, այո։ Այս մասին ազգային ժողովում հայտարարություն ասել է քաղաքացիական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ներողություն, որ ձեր արիստոկրատ ճաշակը եւ քիմքը չի համապատասխանում մեր շատ մարդկային եւ աշխատավորական քիմքի հետ։ Ասում եք արժեքների բախում է մեր երկրում։ Այո, այդ մեկը ճիշտ եք ասում։ Այսօր մեր երկրում արժեքների բախում է։ Մի կողմ այն արժեքն է, որտեղ պետության ղեկավարը դուրս է գալիս փողոց, ուղիղ եթերով շփվում է իր քաղաքացիների հետ, բանավիճում է, հետո անգամ ներողություն է խնդրում իր քաղաքացուց։ Մյուս կողմն էլ այն արժեքն է, որ ղեկավարի անունը կրճատելու համար տանում են զուգարանում այնքան են ծեծում, որ այդ մարդը մահանում է։ Տիկին Խերանյան, ոյ ոստվացի։ Ես ինչ ազգանուն էր ասում ազգանուն էլ շատ բան է ասում։ Ոյ քեզ բան։ Տիկին Խերանյան, դուք պետք է որոշեք այդ արժեքների որ կողմում եք։ Չլին թե զուգարանում ծեծելով սպանողների արժեքի կրողն ու պաշտպանն եք, որ այստեղ արժեքների բախումից եք խոսում։ Անդրադառնալով ԿՊԱ-ականների ուրախ ավտոբուսի մասին խոսող ընդդիմադիրներին, Կոնջորյանը շեշտել է, որ ընդդիմադիրները նույնիսկ մի Ժիգուլու մարդ չկան։ Եկեք մեր ուրախ ավտոբուսից, ինչ եք ուզում, այ դժբախտ Ժիգուլիներ։ Այո, ուրախ ավտոբուս է, դուք ուզում եք ձեր դժգույն կյանքը եւ դժգույն կառավարման դեմքը երևացող ուրիշ բան տեսնել։ Չգիտեմ։ Ուրախ ավտոբուս է թե տխուր կատաֆալկա, ես գնահատականներ չեմ տալի, մենակ գիտեմ մի բան, որ այն ուժերը, որոնք հավակնում են եւ ասում են, որ մենք բերելու ենք SS, կհավատայի այն ուժին, ում մորոք ապրած չլինեինք։ Երբ որ լիներ մի նոր ուժ, ու ասեր, այ մենք սենց կանենք, ասենք, արա, դե կարող այլ, մեկ է տեսար, ստացվի, իրոք, իհարկե նորություն, բայց այն մարդիկ, ովքեր տարիներով, տասնամյակ եւ ավել եղել են ղեկին, եղել են բարձրաստիճան պաշտոնների, եղել են համակարգի մեջ, մի օր չեն ընդվզել, մի օր դուրս չեն եկել, էս ինչ եք անում եւ այլն տենց բաներ չի եղել եւ հիմա այսօր ասում են, էս ենք անելու, Ժորժան, սուտ եք ասում, տղեկ, սուտ եք ասում։ Չէ, բայց որ ասում ես, էս ենք անելու, ոչ մի բան չեն ասում, էսը ինչ է անելու։ Չէ, դեստեղ պաստատներ ա կապած։ Ես ոչ մի կոնկրետ բան չեմ տեսել իրանց կողմից առաջ։ Բանենք ասում են 300,000 նոր աշխատատեղեր ենք ստեղծելու, 20,000 մատչելի բնակարան ենք տալու, ինչ ասես պատմում են, ինչ ասես բան արինելու, առանց հարկի աշխատելու են։ Ես է հարց եմ տալ, ես տնտեսագետ չեմ, առանձնապես գիտելիքներ չունեմ մաթեմատիկայից 1000 անգամ ասել ենք, բայց հարց եմ տալի, եթե մեր տնտեսությունը տնտեսահենք է, դուք միջին բիզնեսը, փոքր բիզնեսը ազատում եք հանքերից, հարկերից, դուք ինչով եք բան անելու, թե ձեր համար եք անում, ոնց որ էս մեր դիմացի սուպերմարկետներն էր, գիտեք ինչ էին անում, բռնեցին, Նիկոլեն Ծորոկ բացահայտվեց այդ տասնամյակներով սխեման, այս լուսաբանել եմ, դրա համար գիտեմ, ուրեմն այդ որ փոքր բիզնեսը ազատվում էր հարկից, այդ մեծ կորպորացիաները, ասենք սուպերմարկետները, ամեն մի կասան, ամեն մի դրամարկղը մինիմալ բիզնես էր գրանցված, ու հարկից խուսափում էին, իրանք էլի, այն խեղճ, ասենք լաորտայի կրպակը, որտեղ արևածաղիկա վաճառում, ինքն էլ էր ազատվում, բայց այն խոշորները, որ պիտի հարկ տված լինեին, իրանք ամեն մի դրամարկղը, մսի խանութը, բանը, պատկերացրեք, Ժորժան, մտնում եք, ասենք Ralphs եք մտնում, սենց ասեմ։ Ձկի բաժինը առանձին LLC-ա գրանցած մինիմալ։ Կատնամթերքի բաժինը առանձին է գրանցած։ Նպարեղենը առանձին, բոլոր բաժինները առանձին ու դու թվում է թե մի հատ մեծ խանութ է հարկատու ու հարկատու չէին դառնում։ Այդ էր, հիմա նույն բանն են ուզում անեն իրանց բիզնեսների համար։ Ախր, հա, չէ, որ ասում են, չէ, էս պիտի անենք, էն պիտի աշխատատեղ, ոնց եք անելու ախր, էդ պիտի ասես, թե չէ, ամեն մարդ կարող է վերկենը ասի, որ էս կանեմ, էն կանեմ, ձրիկ ապրեք, ուրախանանք, բոլորի ամեն օր մի հատ ձրի հավ կտամ։ Ինչ ուզում են թող ասեն, որտեղից է գալու։ Բայց բարերարի համբավ եք ուզում վայելեք, եղբայր արեք։ Ես այ բարերարի գործառույթը ո՞րն է, որ անի ժողովուրդը տեսնի, զգա, ասի արա, բայց ճիշտ ասում, տեսեք, ոչ թե չէ, վարչապետի դառնամ նոր անեմ։ Բա բարեգործեք, աշխարհի ամենահարուստ մարդն եք կոչում ձեզ, հայն եք կոչում ձեզ։ Բա արեք մի հատ տեսնի ժողովուրդը գնա քվեարկի։ Չէ, ընտրեք նոր կանեմ, չէ։ Ասում է,
ընտրվեմ նոր Ռուսաստանի քաղաքացիությունից կհրաժարվեմ։ Բա դու հայրենասեր մարդ ես, Հայաստանի մարդ ես, պատրի այդ անձնագիր, ասի Ժողովրդյան ձեր ցավը տանեմ, եկել եմ այս երկրի համար մեռնեմ, կյանքս տամ, ժողովրդի համար ծառայեմ, ժողովրդի մազերը չեղած պրճկելով գնա ընտրի։ Ոչ թե, չէ, այ կընտրվեմ նոր կհրաժարվեմ կգամ, չէ, դե մարդ ես էլի չի հրաժարվի։ Երբեք չի հրաժարվի։ Ոչ ոք չի Որտե վաղը չգիտես ինչ կլինի, կարող է վիճակը փոխվի։ Դա ինքը այդ տարբեր քաղաքացիություն պատահական են իրանք վերցնում։ Իրան ինչին էր պետք ասենք բանի Կիպրոսի քաղաքացի լինելը։ Հաշիվ կա այնտեղ, փողեր կարող ես պահել, կարող ես փրկել վաղը միսօր մի բանն են չեղավ, գնալ այնտեղ բան անել։ Այդ մարդիկ ինչ ժողովուրդ, մենակ երեխան կարող է մտածել, որ իրանք ժողովրդի մասին են մտածում։ Իսկապես էլի անկախ ամեն ինչից։ Որ նայում ես իրանց կյանքը անցած, ինչ են ասում, ոնց է կարող է մեկը հավատա, որ այս մարդիկ իսկապես ժողովրդի մասին են մտածում։ Մի բանի մասին են իրենք մտածում, իրենց ոնց որ առաջ էր, իրենց արհեստացնել իրենց ընտանիքը, իրենց էլի։ Դե ամբողջ դրա համար է այսօրն այս երկիրը, այս ժողովուրդը, այս բանը։ Ամեն ինչն էլ այս վիճակի մեջ հասանք բանով, հեքիաթներով, լոզունգներով, չգիտեմ ինչերով, զանգ ունենք։ Ով է միացել։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հաղորդումը շարունակվում է։ Այո, եթերում ենք, լսում ենք ձեզ։ Հա, շատ հաճելի է, որովհետև ես Facebook-ով եմ նայում եւ միշտ վախենում եմ, որ հաղորդումը վերջացել է ուղղակի։ Չէ, եթերում ենք, հարգելիս, լսում ենք ձեզ։ Մենք այդպիսի մի փորձ ունենք։ Ռուբեն Վարդանյանը, եթե հիշում եք, պատրեց իր անձնագիրը եւ իբրև դարձավ Հայաստանի քաղաքացի եւ Ղարաբաղում իր գործունեությունը արեց որպես սկզբում բարերար, բայց հետո պարզվեց, որ շատ մախինացիաների մեջ է։ Այնպես որ պետք չի այդ փորձությանը մեզ ենթարկել, իրենց անձնագրերը թող իրենց մոտ պահեն, իրենց երկրների քաղաքացի մնան, թող այս ժողովրդին էլ Հայաստանի հանգից թողնեն, որովհետև իսկապես այնպիսի մի ատելության, այդ որ նայում ես, արդեն չգիտես, շատ հաճախ զոհվածների մայրերը արդեն դժգոհում են, որ ինչքան կարող են վիրավորվել արցախցիների կողմից, ղարաբաղցիների կողմից, անընդհատ մուննաթը, սուննաթը մարդիկ հոգնել են, նույնիսկ իրենց երեխաների, շիրիմների երաբլուրը դարձրել են ցույցերի, վիրավորանքի, չի կարելի, հոգնել են մարդիկ, թողնեն այս 2 ամիս անցնի, մարդիկ գնան հանգիստ, իրենց ընտրությունը կատարեն։ Ես իհարկե ամեն վատ բան ինձ ասել են, ժեխիցը սկսած։ Բայց միևնույն է, ես իշխանության կողմնակից եմ եւ ուզում եմ, իսկապես ուզում եմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, ամենաառաջինը խաղաղություն։ Մնացածը ինքը իրեն, մեր ժողովուրդը այնքան ստեղծարար է, ստեղծագործող է։ Ամեն ինչը լավ կլինի։ Ձեզ բարի օր եւ շնորհակալություն, որ համբերատար լսում եք եւ ցույց եք տալի այն ամենը լավը եւ Ամերիկայում եւ Հայաստանում, ինչու՞ չէ նաեւ վատը մի քիչ։ Դե լավ, շնորհակալություն ձեզ, Անդրեա, մի քիչ։ Գիտեր, փորձում ենք իրատես լինել, ինչ կային էլ ցույց ենք տալիս, հարգարժան ռադիոլսող, շնորհակալ ենք, էլի զանգել ենք։ Եվս մեկ զանգ, բարև ձեզ, բարի օր։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Սարգիսն է, ես կուզեի մի հատ բան ասեի, ճիշտ ասած այդ միջադեպի մասին էի ուզում ասեի, որ մետրոյում որ եղել էր, որ Արցախցու բանով։ Իհարկե ավելի լավ կլներ, որ վարչապետը ավելի զուսպ լինի, sense դեպքերում ավելի այդքան բան չլինի, էլի։ Բայց դեք ինչ մոտ միգուցե սխալ տպավորություն է, բայց իմ մոտ էս տպավորությունը առաջանում, որ արցախցիները կամ ղարաբաղցի կամ արցախցի նույնն է ոնց ասեն, մեզից Հայաստանի հայերից sense ասած ավելի առավել են իրանք ու իրանք ինչ ուզում են անեն կամ ինչ ուզում են ասեն, մենք ոչ մի բան իրավունք չունենք իրանք ասենք, որ էսի սենց չի կամ մենին էս չի։ Ու դա շատ բան է, էլի դառնում, մի տեսակ ցավալի է, ես նույնիսկ ասենք լսել եմ մեծերից եմ լսել, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, ինչքանով ճիշտ չի, բայց ասում են, որ այդ 90-ական թվականների պատերազմի ժամանակ հենց ղարաբաղցիք ասում են մենք ադրբեջանցիքի հետ Դավել հաշտ համերաշ խաբրում ենք, ես ինչ եկակ կցիկ մեր մեջ ես միացում, ես ինչ ես միս ես կռիվ սարկեցիք մերը, չգիտեմ այդ իշքանով է ճիշտ,
Այդ բազում բաներ կա էլի, որ ասենք sense համեմատության մեջ նայում ես, տեսակ ոնց որ բանը լինի, էլի, ասենք Հայաստանի հայերը ոնց որ ամեն ինչում մեղադրեն Հայաստանի հայերին, բայց Արցախ Ընդհատվեց հարգելի Սարգիս ջան, փորձեք նորից կապը ընդհատվեց։ Հենց լավ, երբ որ հետ զանգի կմիանանք, բարեկամներ, մենք ոչ մեկին չենք անջատում, ոչ մի դեպքում, հա։ Չէ, ալես մեր պայմանները խախտեն իհարկե։ Քանի դեռ չեն խախտել։ Սարգիս ջան, փորձեք նորից։ Մի բան ասեմ էլի, այս կապակցությամբ։ Այս նկատել եմ երկու կողմից էլ էս կա։ Ասենք մի հատ ով ասեմ, Ղարաբաղցի կամ մի հատ Հայաստանց կապ չունի, հա։ Ջղայնացած կամ բան մի հատ բան է ասում, հիմար բան է ասում, չո։ Այդ դրանից սարքում են, որ այ Ղարաբաղցիք սենց կամ հայաստանցիները սենց։ Ախր այդպես չի սիրելիներ, մենք բոլորս էլ ինչ որ հիմար բան ինչ-որ բաների ազդեցության տակ, պահի կամ բանի, այդքան ընդհանրացնել պետք չի։ Եթե մեկը տենց մի բան ասել է, այո, ես էլ եմ լսել, ասել են, որ մենք լավ ապրում ենք, եկաք դուք բան արեցիք, սա, բայց ես չեմ կարծում, որ բոլոր ղարաբաղցիները այդպես են մտածում, հասկանում եք։ Մետրոյի դեպքը երբ որ քննարկեցինք, պիտի ընդունենք, որ մետրոյի մյուս ծայրումը մեկ այլ արցախցի տիկին կար, որը Փաշինյանի շատ նորմալ զրուցեց։ Կավե ջինգալով հացը որ գնացին առան, ինքն էլ Արցախից կնիկեր, ինքն էլ սարքեց, հյուրասիրեց, չգիտեմ։ Շատ արագ մի ընդհանրացվեց, էլի դա միայն խանգարի։ Իհարկե, այդ էսենց այնենց այն որ դունել մարդկային հարաբերություն ունեմ, ասենք ընկերդ մի բան ա տենց ասում, լավ չի որ ասելա, սխալ բան ա կամ տգեղ բան ա ասել։ Վայ, չէ, ոչինչ։ Դու մտածես են, դու էլ ես սխալ արել։ Ես միակ ներես, պետք է ժամանակ տաս։ Այս պատմության մեջ միակ անհասկանալին, այսպես ասեմ, գոնե ինձ համար այն է, որ մանավանդ տուն, տեղ, ամեն ինչ կորցրած Արցախից եկած մեր հայրենակիցներ, ես երբեք հրապարակային, այդ զանգվածային առումով չեմ լսել հարցադրումներ անեն իրաց նախկին ղեկավարությանը։ Անգամ այն ղեկավարությանը, ովքեր 10 տարից տեղ էին ղեկավարում եւ ավել։ Մենք հարցնեն, ասեն, բա դուք էս ոնց, բա դուք էլ նույն հողից, նույն քարից, նույն թփից սերել ենք, բոլորս նույն պայմաններում ապրել ենք։ Դուք եկաք մի ամբողջ երկրի դարակ միլիարդատեր դարակ դոլարային, մենք մի հատ գոմ ունեինք, մի հատ բուտկա ունեինք, էդ է կորցրեցինք, եկանք դարձանք բան, այս վիճակի մեջ։ Այդ հարցադրումը եթե լիներ, էլի Փաշինյանից կուզեն, ումից կուզեն, ինչ ուզում են, թող ուզեն, իրանց իրավունքն է, բայց չի եղել այդ բան։ Այ գնացեք այդ բիզնեսների մոտ, գնացեք իրանց դղյակների մոտ, որը գիտեք, չգիտեք որտեղ են ապրում այդ մարդիկ, չգիտեք որ գույքը ումա պատկանում, չգիտեք ինչ հյուրանոց ունեն, չգիտեք ում բանկը, ում ալիքը, ում չգիտեմ ռեստորանը, ում մնացածը, ավտոյի խանութները, սալոնները, գնացեք իրանց թեմա ցույց արեք, մի անգամ եկեք գանք որպես մեդիա լուսաբան ենք, ասենք, տեսեք, վրթովված մեր բարեկամները, մեր եղբայրները իրենց ղեկավարության ասում են որտեղից քիմա տախ, որտեղից քեզ էս բանը, չի եղել քեզ բան։ Այդ արցախյան գեներալների առանձնատաները որ սարքել են, մի օր չլսեց, Ես որտեղից եք սարքել։ Գնացեք մանումենտի դղյակների դիմացը, գնացեք Եռաբլուրի, էդելա չէ բան։ Եռաբլուրի կողքնա դղյակը, Քոչյանը ապրում է Եռաբլուրի կողքը։ Էդելա շատ հետաքրքիր բան է, այսինքն ես հիմա չգիտեմ հենց պատշգամբից հենց Եռաբլուրն է երևում թե չէ, բայց էդ էլ պսիխոլոգիա է, ամբողջ մի հոգեբանություն է։ Ես մի անգամ եթերում ասացի, որ գիրքը կոչվում է Կոչարյան, ազգանունը Կոչարյան, Արյան կանչը։ Բան եղան, վրթով ամեն ինչի մեջ կա իմաստ թաքնված, ամեն ինչի մեջ կա։ Ու դու այս հարցում Հայաստան ու Արցախը պարակտելու շատ մեծ դեր խաղաց Ադրբեջանը։ Իրանք հատուկ ծրագրված այդ բան էին տանում սեփ խրելու համար, որը շարունակեցին Քոչարյանն ու բանը հիմա զենք են սարքել։ Տառացիորեն Ղարաբաղցիներից, Արցախցի ժողովրդից զենք են սարքել այսօրվա կառավարության դեմ պայքարելու համար։ Բայց Շահրամանյանը, Դերենիկ ջան, երբ որ այստեղ եկել էր Արցախի տանը կամ դեսպանատուն են ասում, չգիտեմ ինչ, երբ որ հանդիպումներ էր անում, այդ Շահրամանյանին պիտի որոշակի գործողություններ անեին։ Այն մարդուն, ով որ ստորագրել է, ով որ եկել է, ու հարց տային, ասեին, բա մեր նախորդ ղեկավարներից ոմանք Բաքվի նստարանին են նստած, դու մի հատ թուղթ ստորագրել եկար Հայաստան ապահով, Հայաստանում ստորագրությունը հետ կանչեցիր, թե իբր այտենց թուղթ չկա, չեղարկել ենք մենք ձեռ եք առնում, տղեկ, դա խաղալիք ենք ձեզ համար։ Պահանջատիրություն այդտեղ պիտի լիներ առաջին հերթին։ Ոնց եղավ էլի, որ դու տենց կարողացար այդ ամեն ինչով անել ու սահուն անցնել բան անել։
չգիտեմ ինչ եղավ, ոնց եղավ, բայց եղավ այն ինչ հիմա ունենք եւ այո, Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցն է առաջնայինը։ Ես հասկանում եմ, ոմանք էլի Մուշուվանը, Նախիջևանը, Զաղբանը համալիրում մի քանի օր առաջ ուժեղ Հայաստանի այդ հանրագումարի ժամանակ ասեցին, որ Արևմտյան Հայաստանն էլ է մերը, Մասիսն էլ է մերը, բան, ինչ ուզում եք ասեք։ Սա ալամ աշխարհն է մերն է, հետո ինչ։ Այդ այնց ասելով քանդեցիք այս երկիրը, այս ժողովրդին դրեցիք սրի տակ, այս ձեր երկերով, այս ձեր Արարատի գլխին դրոշ պիտի դնենք երկերով եւ այլն բան, ու վերջ, հայրենասիրական լոզունգ է։ Ով որ ասում է, արի եղածը պահենք, զարգացնենք, նենց անենք, որ մեր գյուղում կոյուղի լինի, ջուր լինի, մարդիկ բարեկեցիկ թոշակ ստանան, երեխեքը Մանկապարտեզ դպրոց այո, դպրոց լինի, որ պոլիէթիլենային տոպրակներով փակած դպրոցներում չսովորեն, դու ասեն, վայ մասնագետ չկա եւ այսպես շարունակ։ Այդ հայրենասեր չի։ Իսկ որ ասի Արարատի գլխին դրոշ պիտի դրնենք, տես ինչ հայրենասեր, այո։ Բա ոնց, այդ հայրենասեր։ Եվ դա ժողովրդի սիմպաթիան է, դեռ չէ անցել այդ պահել, որ ասեն, այ մարդ, մի րոպե, էս ինչ եք խոսում դուք էլի, էս ինչի մասին եք դուք խոսում, երիքա մեզ տանջեք։ Բայց ասեմ, մի բան էլ ասեմ, էլի, ես այս սենտիմենտները, որ նայում Facebook-ով հիմնականում, էլի, ահագին բան է փոխվել ժողովրդի ընդհանուր մտածելակերպի մեջ, ահագին բան է փոխվել, հիմա շատ ավելի բան են նայում, ստապ են նայում, բան, այդքան էլ այդ կուտը այդքան չեն ուտում, այսպես ասենք, էլի, այդ հայրենասիրության բանի, քան առաջ, այո, դա զարգացում է, այո, մեծ քայլ առաջ է։ Ես այս թեմայի շուրջ ուրբաթորն էինք խոսում, բայց որ ասում են, այ զարթոնք, որ գնացինք, որ ասում են Գյուլի բերան, զարթոնքը դա չէր։ Զարթոնքը սա է, որ հասկանում են, թե որն էր ճիշտ, որն էր սխալ, այո։ Որ ասում են, ժողովուրդը թմբիրի մեջ է, չէ, ընկերներ։ Սա է զարթոնքը, ու ստեղ է, որ ժողովուրդը արթնացել է, որ հասկանում է, թե ինչ են տվել, ինչ են արել ու ոնց են օգտագործել։ Մի ամբողջ ժողովրդի ման են ածեքից բռնած ու դրա համար ենք մենք այսօր ընկել։ Ասում եմ զարթ թմբիրի մեջ է ժողովուրդը զարթնել է ու ես դրանով գոնե հպարտեմ իմ ժողովրդի համար։ Այսքանը դերենիկ երևի բազմակետ դնենք շարունակելու ակնկալիքով մի ժամ եթերում ենք, ունեք ավելացնելու բան։ Եվ այ իմ ամբողջ այս գալիք ընտրությունների հետ կապված իմ ամբողջ հույսը այդ որ ժունես որ ժողովուրդը արդեն գիտակցում է շատ ավելի քան առաջ էր գիտակցում թե ինչա տեղի ունենում, այդքանը։ Այո։ Գեցե Հայաստանը լավ է լինելու։ Ազատ անկախ Հայաստանը մնաց 2 ամիս ոչինչ։ Ամեն ինչ լավ է լինելու, ես վստահ եմ։ Մի քիչ ուրիշ բանից խոսենք էլի, հերիքա գժվեցինք ես։ Կարծում ես ուրիշ բանից ենք խոսելու։ Ճնշում է գալիս էս բան։ Առավոտները զարթնում ամսաթիվն եմ նայում, քանի օր է մնացել։ Տարօրինակ բան է։ Տարօրինակ ինչի է տարօրինակ։ Դե մենք էլ ենք պատրաստվում շատ լուրջ, այո, ընկերներ, ամեն ինչ լավ է։ Այսքանը դες ցտեսություն հանդիպելու ակնկալիքով